Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունեցող ավանդական արհեստ է Հայաստանում։ Դեռ հազարամյակներ շարունակ հայերը զբաղվել են գորգագործությամբ ու այն մշակույթի մեջ մեծ դեր է ունեցել։ Ասում են գորգերը պատմության լուռ վկաներն են։ Ցույց տվեցին, որ 20-րդ դար 1918 թվականը 16 արժեքավոր մշակութային նմուշ մինչև հունվարի 31-ը կներկայացվեն Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Գորգերի բացառիկ հավաքածուն ներկայացվում է «Գորգերը պատմության լուռ վկաներ» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրության հիմնական նպատակը ոչ միայն գեղագիտական կոնցեպտն է, այլ նաև կրթական և իրազեկման առաքելություն իրականացնելը, քանի որ այսօր գլոբալիզացիայի ժամանակաշրջանում առավել քան կարևոր է մեր ազգային ինքնության մշակութային դիմագծի ևս մեկ անգամ շեշտադրումը։ Ընդհանուր առմամբ ցուցադրության շրջանակում ներկայացվում է 16 գորգ և կարպետ, 9 Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից, 6-ը Կումայրի արգելոց թանգարանից և 1-ը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանից։ Եվ Կումայրի արգելոցը և Շիրակի երկրագիտական թանգարանը ունի գորգի բավականին մեծ շտեմարան, մոտ 200 Շիրակի երկրագիտական թանգարանին 208 գորգ կարպետ, անկողնակալներ, աղամաններ, այդ ամենը բնորոշ պահպանվում է նաև Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանում։ Պեխավոր գորգ կա Շիրակի երկրագիտական թանգարանից դիմացի պատին կարող եք տեսնել և կա 1800-ականների կարպետ բավականին հետաքրքիր զարդամոտիվներով, եզակեն նաև վահանագորգերը։ Այցելուներին ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գորգերը ու կարպետները։ Գորգերի վրա կան արված արձանագրություններ, որտեղ նաև կան թավեր գրված, որոնք խոսում են գորգերի հնության և նրանց տեսակի մասին, արձանագրությունների հետ մեկտեղ նաև անվանումներ է գրված, որը խոսում է թե ում կողմից է հանձնվել թանգարանին կամ նվիրատվություն է արվել կամ գնվել է։ Առանձնահատուկ կուզենայի ուշադրություն դարձնել բաշտերով գորգին, որը լոռի գորգագործությանն է բնորոշ, վրան գրված է մարտ 1915 թիվ և պիտի նշեմ, որ ծաղկե փնջերը գլխի վայր են, հավանաբար աղետի հետ, 15 թվականի ցեղասպանության աղետի հետ է կապվում։ Սա ոչ միայն բացառիկ ցուցադրություն է, այլև Գյումրու թանգարանների արդյունավետ համագործակցության արդյունք։ Ինչպես հայտնի է, նշված 3 թանգարաններից միայն Շիրակի երկրագիտական թանգարանն է, որ թանգարանային շենք ու ցուցադրության տարածք չունի, ուստի վերջիններիս համար առավել խորհրդանշական է ցուցադրել գորգերը առաջին անգամ։ Սա հնարավորություն է տալիս մեր հասարակությանը ծանոթանալու Հայաստանի պատմությանը, որովհետև ինչպես արդեն խորհրդանշում ասվում էր, խոսում վկաներն են և գորգերը և բոլոր ցուցանիշները, որոնք խոսում են Հայաստանի պատմության մասին, ժողովրդի հարստության մասին։ Ցուցադրության բացմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզային պատասխանատուներ, արվեստի և մշակույթի ոլորտի գործիչներ, հյուրեր։ Շատ կուզենայի, որ հետագայում մենք այս համագործակցությունը շարունակեինք, փորձեինք մինչև երկրագիտական թանգարանի խնդիրի լուծում ստանալը, մենք բարբերաբար նման ցուցահանդեսներ ունենային։ Գորգագործության ավանդույթը շարունակելու ու պահպանելու համար այս թանգարանում իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, նշում է Անի Նազարյանը։ Լինելու են ինտերակտիվ կրթական ծրագրեր, նախատեսված հայկական գորգարվեստի ավանդույթներին, որոնց հնարավորություն կունենան մասնակցել մեր դպրոցականները։ Ժողովրդական արհեստների հանգույցի հետ իրականացնում են գորգագործության անվճար դասընթացներ, որին ներգրավված են 20 կանայք, ովքեր սովորում են գորգ գործելու տեխնիկան, հմտությունները։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու հայկական գորգագործության հարուստ ժառանգությանը, այլև գնահատելու այն համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ մշակութային արժեքները դառնում են հասանելի հանրությանը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հաջորդ թիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Կողմերը կարևորել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը եւ համաձայնել են շարունակել իրենց շփումները։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ TRIP նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ եւ բազմակողմ հարթակներում։ Հունահռոմեական ոճի իմշամարտիկ Մալխաս Ամոյանն է։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի իմշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը իրենն է։ Ասեմ, զգացողություններս անբացատրելի են, քանի որ այս ինչ քաշային կարգս փոխում, արդեն 3 տարի կլինի, որ աշխարհի առաջնությունից բրոնզե մեդալով էի վերադառնում, օլիմպիական խաղերից էլ էլի բրոնզե մեդալ, ինչ որ միտեղ ինչ չէ հերիք հասնում, ինչ որ մի բան խանգարում էր, բայց փառք Աստծո, ճիշտ մարզումների շնորհիվ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացա հասնել իմ նպատակին։ Մալխասը փառահեղ հաղթանակով իր մարզական կարիերայում երկրորդ անգամ է նվաճում չեմպիոնի տիտղոսը։ 77 կիլոգրամ քաշային կարգում ըմբիշը 4 գոտեմարտ հաջողությամբ հաղթահարեց, իսկ եզրափակչում 9-1 հաշվով պարտության մատնեց Փարիզի օլիմպիական խաղերի չեմպիոն ճապոնացի Նաոկի Օսակային։ Ամենադժվարը ինձ համար կառանձնացնել եզրափակիչ գոտեմարտը, կարող է բոլորին թվա, որ մեծ առավելությամբ հաղթե ինձ հեշտ է տրվել, բայց չէ, ես հոգեպես շատ փորձել եմ լավ պատրաստվել այդ ըմբիշի դեմ, քանի որ օլիմպիական խաղերում հենց նրան էի պարտվել եւ ուզում էի նաեւ հաղթել նրան, կարողացա ճիշտ գոտեմարտ անցկացնել, ավելի շատ հասկացա, որ կարողացել եմ այդ սխալները շտկել, գտնել նրա հաղթանակի բանալին, որը որ օլիմպիական խաղերում ընդհանրապես չկարողացա գործել եւ այս անգամ կարողացա ճիշտ գոտեմարտել եւ հաղթել։ Աշխատասիրություն, հետևողականություն եւ մեծ նվիրում, ահա աշխարհի չեմպիոնի հաջողության գրավականը։ Իմշամարտը ես կասեի նաև բոլոր սպորտաձևերը, միայն ֆիզիկական աշխատանք չի, պետք է կարողանաս հոգեպես, ֆիզիկապես, տակտիկապես, ամեն ինչը մի փոքր կապ ունի սպորտում, ինչպես նաև գիտելիք, ուսում։ Այս հաղթանակը Մալխասի համար առանձնահատուկ էր, քանի որ զինվորի կարգավիճակում եռագույնը միջազգային հարթակում բարձրացնելն առավել պարտավորեցնող էր։
ինձ համար մեծ պատիվ է, որ ես զինվոր եմ։ Շատ հետաքրքիր ժամանակահատված է, լիքը բան ենք սովորում։ Ճիշտ է, շատ ժամանակ մենք լինում ենք հավաքների, լինում ենք մրցաշարերի, այդ ժամանակահատվածում բացակայում ենք, բայց իրոք պետք է տղամարդուն, ինչպես նաև կոփում է։ Աշխարհի չեմպիոնն ասում է, իր հաղթանակն առաջին հերթին նվիրում է զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին։ Ուզում առաջին նրանցի շնորհակալություն հայտնել, ես երախտապարտ եմ նրանց, նրանք են պահում են երկրի սահմանները, նրանք մեզ կողքին են եւ այս հաղթանակներն են ինձ թվում է նրանց կողքեվորի մեր բոլոր մարզիկների հաղթանակները, քանի որ մենք մի երկիր ենք, հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունից եւ հնչում է հիմնը եւ դա բոլորիս հաղթանակն է։ Արժևում դարձյալ մրցաշարեր են տարբեր ակումբային առաջնություններում, իսկ հաջորդ տարվա ապրիլին Եվրոպայի առաջնությունը, որին աշխարհի չեմպիոնը մեծ ոգևորությամբ է պատրաստվում մասնակցել, դարձյալ զինվորի կարգավիճակում։ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով, այն կմեկնարկի 2026 թվականին։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով, որ պետական բյուջեում ծախսերն արդեն հաշվարկված են։ Մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետևյալ խմբերը։ Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ես այս մասը ուզում եմ շեշտադրել, կարևորել եւ համարել, որ մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, ովքեր որ տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ Առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն նաև 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցողները եւ 200,000 դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ ու այլ եկամուտներ ունեցող անձինք։ Մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու առաջին փուլով։ Գալով ընդառաջ աշխատող քաղաքացիների պահանջին որոշում կայացրեցինք, որ այս սանդղակը կլինի 200,000 դրամից ավել ստացողներին առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում։ Այս անձանց թիվը մոտ 190,000 է։ Նախարարի խոսքով ապահովագրական փաթեթն առաջին փուլի համար սահմանվել է 129,600 դրամի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ եւ այս ծառայությունները հստակ կառավարության որոշմամբ սահմանվելու են։ Ընտրել են այն հիվանդությունները, որոնք առավել հաճախ են մահվան պատճառ դառնում։ Նախարարը հավելեց, որ առաջին փուլը կվերաբերի 1,600,000 քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ըստ Ավանեսյանի, Հայաստանում ռեզիդենտ լինելը կարևոր է, քանի որ միջոցները հատկացվելու են պետական բյուջեից, որը գեներացնում են Հայաստանի քաղաքացիները։ Անդրադառնալով բոլոր մարզային բժշկական կենտրոնների առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու հետ կապված մտահոգություններին, նախարարը նշեց, որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու եւ դրանք շարունակելու են աշխատել իրենց տեղերում։ Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա եւ այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն նախարարության շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտ արպես 13 շինարարական ուրեմն ծրագրեր, որոնք որ շարունակելու են։ Անահիտ Ավանեսյանի խոսքով միավորման պարագայում բոլոր բուժհաստատություններում անհրաժեշտ մասնագետներ ներգրավելու հնարավորություն է լինելու։ Սյունիքի օրինակի վրա բերեմ։ Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր
նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսյանից եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Նախարարը հավելեց, նախաձեռնության նպատակն է ունենալ միասնական տրամաբանությամբ եւ ծախսարդյունավետ կառավարվող բուժհաստատություններ, որ ծառայությունների դիմաց վճարումները ոչ թե տրամադրվեն կառավարչական, վարչական ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն։ Այս տարվա ապրիլից մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն է դարձել առողջապահության նախարարությունը։ Կոպենհագենում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել։ Այդ թվում Դանիայի օդային տարածքում արգելվել են բոլոր տեսակի անօդաչուների թռիչքները։ Մինչ այդ հոկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության երկրների ղեկավարները Կոպենհագենում քննարկել են ռուսական անօդաչուներից ԵՄ արևելյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու եւ ԱԹՍ-ների դեմ այսպես կոչված պատ կառուցելու պլանները։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ռուսաստանին մեղադրել են կառույցի օդային տարածքը խախտելու համար, մասնավորապես Լեհաստանում եւ Էստոնիայում։ Իտալիայի վարչապետը կոչ է արել, որ Եվրոպայի հարավային սահմանները նույնպես չանտեսվեն, իսկ Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է զսպման կարևորությունը հեռահար հարվածներ հասցնելու կարողությունների միջոցով։ Կրեմլի խոսնակը քննադատել է անօդաչուների դեմ պատ կառուցելու քննարկումները։ Դմիտրի Պեսկովի խոսքով պատմությունը ցույց է տվել, որ պատեր կառուցելը միշտ վատ է։ Բացի այդ, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հարցը Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։ Եվրամիության ոչ բոլոր երկրներն են կողմ այս գաղափարին, հաշվի առնելով խնդրի իրավական կողմը։ Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի 10-ից ավելի նավ եւ ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց վրա գտնվում է շուրջ 500 մարդ։ Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն է, որը փորձում է ծովով օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ։ Ակտիվիստները հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել մի քանի նավի նկատմամբ։ Դրանցից մեկին նավով հարվածել են, եւս երկուսի դեմ կիրառել են Տախտակամածին գտնվողները չեն տուժել։ Իր հերթին Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Ակտիվիստներն Իսրայելի գործողություններն անվանել են անօրինական, նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակելը։ Իսրայելական կողմի պնդմամբ նավատորմը խախտել է ծովային օրինական շրջափակումը։ Հունաստանում, Իտալիայում, Թունիսում եւ Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով նավերի կալանման դեմ։ Կոլումբիայի նախագահը միջադեպ անվանել է միջազգային հանցագործություն, երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին եւ դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իռլանդիայի վարչապետը նավերի կալանման միջադեպը մտահոգիչ է որակել։ Թուրքիայի նախագահը դա անվանել է ահաբեկչական գործողություն։ Մինչ այդ Իսրայելը Գազայում շարունակում է ռազմական գործողությունները, իսկ Համասը քննարկում է պատերազմն ավարտելու ամերիկյան նոր ծրագիրը։ Ըստ տեղեկությունների արաբ եւ թուրք միջնորդները փորձում են ճնշել Համասին, որպեսզի դրական պատասխան տա, սակայն շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ առաջարկն ամենայն հավանականությամբ կմերժվի։ Առաջիկա 2 օրվա ընթացքում ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Գրեթե 7 տարվա ընթացքում առաջին շատդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ հանրապետական եւ դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնեցնել բյուջեի նոր նախագիծը։ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեմոկրատներին մեղադրել է քաղաքական խաղերի համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս շատդաունի համար մեղադրել է դեմոկրատներին, նշելով, որ այս իրավիճակը խաթարում է Միացյալ Նահանգների դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահական նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ Ըստ վերլուծաբանների, կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվի դաշնային աշխատողների շուրջ 40%-ը, մոտ 750,000 մարդ։
Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Սարատովում եւ Էնգելսում գտնվող մի շարք օբյեկտների։ Վոլգոգրադի, Սարատովի եւ Աստրախանի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Իսկ ռուսական հարվածների պատճառով Օդեսայում դադարեցվել են էլեկտրամատակարարումը եւ ջրամատակարարումը։ Մեծ հրդեհ է բռնկվել։ Ռուսական հարվածների հետևանքով ավելի վաղ Չեռնոբիլի ատոմակայանում արտակարգ դրություն էր ստեղծվել։ Դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը թույլատրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ընդ որում, ըստ պարբերականի, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի այլ երկրներին խնդրել է անել նույնը։ Ֆիլիպիններում տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 70-ը, մոտ 300 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 1-ի գիշերը գրանցված ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են էլեկտրալարեր, կամուրջներ եւ բազմաթիվ շենքեր։ Հիմնականում տուժել է Սեբուի նահանգը, որտեղ աղետի դրություն է հայտարարվել։ Երկրաշարժից մեկ շաբաթ առաջ Ֆիլիպիններին հարվածել էին թայֆուններ, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ։ Գավառ քաղաքում գրական տոն է։ Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ կայանում է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հանդիպումը ընթերցողների եւ հատկապես նրա գրականության երկրպագուների հետ։ Լսարանը բազմամարդ է։ Ամենատարբեր ոլորտների մասնագետներին միավորել է Աշոտ Աղաբաբյանի գրականության նկատմամբ սերը։ Ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց սիրելի հեղինակի ընտանիքի անդամներին եւս, մայրիկին Լաուրա Աղաբաբյանին, եղբայրներին ժամանակակից հայտնի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին։ Նրան ուղեկցում են նաև համայնքային եւ մարզային գրադարանների մշտական բարեկամներ Լևոն Բլբուլյանն ու Տիգրան Նիկողոսյանը։ Իդեպ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպումը կյանքի է կոչվում Տիգրան Նիկողոսյանի գործուն աջակցությամբ, որպես գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի։ Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունները ոչ միայն գրական բարձր արժեք ունեն, այլև մեզ փոխանցում են խորքային գաղափարներ, հայրենիքի, մարդու ներքին ուժի, ճշմարտության որոնման եւ ազգային ինքնության պահպանման մասին։ Նրա իրական հերոսները մեզ սովորեցնում են ուժ գտնել դժվարին պահերին, հաղթահարել կասկածները եւ հավատալ գաղափարների ու արժեքների զորությանը։ Բանախոսություններն ընթերցողին ներկայացնում են Աշոտ Աղաբաբյան մարդուն եւ գրողին, նրա գրականության առանձնահատկությունն ու բերած թարմությունը։ Երկար տարիներ լրագրությամբ, ապա խմբագրական աշխատանքով զբաղված Աշոտ Աղաբաբյանի մուտքը գրական աշխարհ զարմացրել էր անգամ ամենամտերիմներին։ Մեր ժամանակակից գրականության մեջ վավերագրական արձակը իհարկե նոր չէ։ Հիշենք Տեկոս Սերո Խանզադյանի քաջարանը կամ Ուշեն Դարշյանի Բոստոնը նվիրված աշխատանքի մարդկանց բնավ ոչ հեշտ տարերային, բայց բոլորովին այլ է վավերագրական արձակի այն ուղղությունը, որ հրաշագործություն հարթում է մեր եկելը, հաստ վավերագրական արձակը համեմելով գեղարվեստով, հրապարակագրությամբ, արկածու դետեկտիվ հիշեցնող տարրերով, ինչի արդյունքում մենք ունենք բոլորովին նոր որակի գեղարվեստապաստավավերագրական արձակ։ Աղաբաբյանի գրքերը բնավ կոչված չեն մեկի հետաքրքրասիրությունը բավարարել կամ պարապարացնել։ Այդ գրքերը մեզանից յուրաքանչյուրին օգնում են անցնել ժամանակների միջով եւ ճանաչել տվյալ ժամանակաշրջանն ու մարդկանց։ Հիմա վստահ կարելի է ասել, որ այդ տարիների ընթացքում նրա մեջ ներկա է եղել, աճել, հասունացել եւ իր ժամին է սպասել օժտված գրողը, որովհետեւ հենց առաջին վեպը ռեզիդենտը, որով նա 2004-ին իր գրական հայտը ներկայացրեց մեր արձակում, բնավ սկսնակի գործ չէր, այլ հասուն աշխատանք, թե ասելիքի կառուցվածքի առումով, թե լեզվի գեղարվեստական կատարման ու լուծումների տեսակետից։ Վերջին 6 տարիների ընթացքում Աշոտ Աղաբաբյանը 8 նոր վեպ դրեց ընթերցողի սեղանին եւ բոլորը ստվարածավալ։ Աշոտ Աղաբաբյանը իր վեպերով ու հոդվածներով մեզ տանում է գաղտնիքների, պայքարի եւ ճշմարտության որոնման աշխարհ։ Նրա հերոսները մեզ սովորեցնում են քաջություն, հավատարմություն,
ներքին ուժի կարևորությունը։ Նրա գրվածքներում հայրենիքի գաղափարը հնչում է ոչ միայն որպես բառ, այլ որպես ապրում, իսկ մարդու ներքին աշխարհը որպես հավերժ պայքար լույսի ու ստվերի միջև։ Գրողի կյանքի ու գործունեության մասին մանրամասն պատմում է նրան նվիրված ֆիլմը, որն այս հանդիպման անակնկալներից մեկն է։ Լուսանկարներն ու հարազատների պատմությունները ջերմ հիշողություններ են արթնացնում եւ հուզում գրողին։ Ողջույնի իր խոսքում գրողը հակիրճ է լինում, սակայն մանրամասն ու սպառիչ պատասխանում է իր գրականության երկրպագուների հարցերին։ Ես բարեբախտություն եմ մենարումով, որ իմ ընթերցողները սիրեցին իմ հերոսներին, իմ բոլոր հերոսներին, ու դա ավելի հերթապատ ոչ ստացել պարտավորեցնում, որ խոսում էինք, դուք առաջարկեցիք Քավառեցու մասին գրել, այնքան եմ ինձ մոտենում, տարբեր թեմաներ առաջարկելով, մի կյանք չի եկել, որ ես այդքանը գրեմ, ու բարեբախտություն եմ, որ սիրեցին իմ գրքերը, ու ամեն նորը գրելիս միշտ բայց մտածել եմ, որ սա մոտոր առաջին ինչպես կընդունի ընթերցողը։ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը սկզբից մինչև վերջ առանձնահատուկ տնական տրամադրություն են հաղորդում Գավառի ուսուցողական եւ մանկապատանեկան կենտրոնների, Գանձակի մշակույթի տան, Գավառի գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի նվագախմբի Աննա Սիրականյանի եւ Աիդա Աղոյանի ղեկավարած Golden Daz սպարային համույթի ելույթները։ Հանդիպմանը ներկա են Գավառ համայնքի կրթական ու մշակութային գրեթե բոլոր հաստատություններից ներկայացուցիչներ։ Մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին, օրն իրենց հետ կիսելու, ջերմ միջավայր ստեղծելու եւ հետաքրքրված լինելու համար, վստահեցնելով, որ Գեղարքունիքի մարզային գրադարանն ու Գավառի համայնքային գրադարանը շարունակելու են մնալ գրողին, ընթերցողին ու գիրքը միմյանց կապող հուսալի կամուրջ։ Հայկական պարարվեստը կրկին փայլեց միջազգային բեմում։ Diamond պարային խմբի ադամանդները միջազգային փառատոնի շրջանակում այս անգամ հիացրին Կիպրոսի, Լառնակա քաղաքի բնակիչներին եւ ոչ միայն։ Փառատոնը տևել է 3 օր, 3 օրում մենք ամեն օր պետք է մասնակցեինք 10 րոպե տևողությամբ պարային համարներ ներկայացնեինք եւ այդ 10 րոպեների ընթացքում կարծես թե մի ամբողջ մշակույթ էինք ներկայացնում մեր օտարերկրացիներին։ Իմ աղջիկների ելույթը եւ նաեւ իմ ելույթը, քանի որ ես էլ իրենց հետ մասնակցեցի եւ փորձում էի աղջիկներին թևավորել, կարծում եմ համարում ենք ստացված եւ դա ապացույցն է, երբ որ տեսանյութները տեղադրում էինք ինտերնետում, բոլորը մեզ գրում էին, բարեմաղթանքներ էին հորդորում եւ դրանից ավելի էինք ոգևորում։ Հանդիսատեսի արձագանքը շատ ոգեշնչող էր եւ կարծում եմ, որ մենք մեզ արդարացրել ենք։ Փառատոնի գլխավոր նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել միմյանց մշակույթերին, ստեղծել բարեկամական կապեր, փոխանակվել փորձով։ Ամենաշատը, որ տպավորված էի, դա Իսրայելի կատարած ելույթներ, որտեղ ելույթ էին ունենում 78 մասնակից եւ նաեւ կար պարային համար, որտեղ հաշմանդամներն էին պարում սայլակների վրա եւ իրենց ուղեկցում էին սովորական հենց խմբի պարողները, որը որ մեզ համար շատ հետաքրքիր էր եւ տպավորիչ։
Հիշարժան փորձը տպավորել է երիտասարդ պարուհիներին, ինչպես իրենք են ասում, համատեղեցին հաճելին եւ օգտակարը։ 4 տարի է ինչ հաճախում եմ բարի։ Կիպրոսում տպավորություններ շատ լավ էր։ Խորհուրդ է տրվում բոլորին, եկեք գնացեք, մասնակցեք այդպիսի փառատոներին։ Իրոք շատ հաջողված էր փառատոնը, քանի որ տարբեր ազգերից եւս կային, ծանոթացանք, շփվեցինք, շատ հաճելի էր, մթնոլորտը եւս, տպավորությունները անբացատրելի։ Բարը ինձ համար որպես նախասիրություն է, բայց մասնագիտությամբ ցանկանում եմ դառնալ հոգեբան եւ հենց ընդունվել եմ արդեն ուսանող եմ, բայց հաճախում եմ բարի եւ դեռ մտադրություն չունեմ դուրս գալու։ Սաներից ոմանք պարարվեստը կյանքի ուղի են դարձրել եւ նման փառատոները մասնագիտական որակավորման բարձրացման հերթական հնարավորություն են համարում։ Սա առաջին արտասահմանյան փառատոնը չէր, որին մենք մասնակցեցինք, քանի որ 2 տարի առաջ մասնակցել ենք Բուլղարիայում մրցույթային փառատոնի եւ զբաղեցրել ենք առաջին պատվավոր տեղը։ Նշեմ, որ այնտեղի շատ լավ մթնոլորտ էր, ավելի մրցակցային մթնոլորտ էր, իսկ հիմա որ գնացինք Կիպրոս, ավելի ընկերական ջեր միջավայր էր։ Սովորում եմ արվեստի պետական քոլեջում, բարի բաժնում, արդեն 3-րդ կուրս եմ, այս տարի ավարտում եմ եւ որոշել եմ շարունակել ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Նման փառատոնները ոչ միայն թույլ են տալիս ցույց տալ մեր հնարավորությունները, ցույց տալ մեր աշխատանքը, այլև ինչու՞ չէ աշխարհ տեսնել։ Առաջիկայում նոր փառատոներ են սպասվում, իսկ այժմ խումբը շարունակում է պարապմունքները։ Նրանք ամեն ինչ անում են հոգու թաքնված լեզվի ասելիքը մարդկանց հասցնելու համար։